բնությունը տեսես ինչ է կատարում։ Ինչ կրային է, երբ որ մգները գրավել են, տարածքը գրավել է, կրծողները գրավել են։ Ինչ պետք է կառավարությունը։ Երբ որ գալիս է հենց վարչապետը լիճը, Արփա լճի, ինչ եք ասում, ձուկը համով է։ Ձեր ձուկը համով է, դու եկել ես ծգի համի համար, դու եկել ես ժողովրդի դարդու ցավի համար։ Մեր Ամասիայի բաները, ունևորները, բայրարները։ Շնորհակալություն, որ ես չունեմ, իմ կողքից հարևանը բոլորը ունեն։ Ինչ չեն քաշել։ 95,000 դրամ բդի 10, չգիտեմ ինչ սարք է տեղադրես ընտանուր գծի վրա, կենտրոնական, որովհետեւ ես գազ ունենամ։ Բոլորը անվճար Կարապետյանը 95,000-ով դու սուճուի։ Ես չգիտեմ ինչի համար։ Ու չկա բան արեցին։ Ես կարծում եմ, ես Ազատության ձայնը լսում եմ, շաբաթօրը չգիտեմ լսում ես այն տարիքով մարդիկ ինչ քննադատություն, ամեն ինչ ես լսում եմ, ամեն ինչ գիտեմ, բայց ես բոլորը իրենց համար է, իրենց միլիարդներ, ինչու պետք է հանրապետություն, որտեղ կան ամենը 3 միլիոն բնակչությունը չկա, հանրապետության նախկին նախագահ Քոչարյանը պետք է ունենա 4 միլիարդ դոլարի եկամուտ, որտեղ է գրած։ Երբ որ 80%-ը հացի կարոտ է, ցամաք հացի կարոտ է, ոչ թե հացի։ Շիրակի մարզը կա այս գյուղում։ Հայն իրանք էլ քն ամենաաղքատ, որ զավներ աշխատեն, երևի ժողովուրդ աշխատատեղ լինի, գոնե տնից մի հոգի աշխատի, գոնե տունս ենք մի քանի 1000 դրամ եկամուտ կա, այդ տան վիճակը մի քիչ բարդ է։ Հիվանդանոցի չէ հիվանդան, մարդ զանգում ես 2 ժամ հետո հազիվ շտապօգնություն կա, դա չկա։ Գալիս է բուժելու դու մերձնելու դու արյունս այս չեմ գրած։ Նոր է բացվում Ամասիայում գարունը, լանասունները դաժ չեն ելել, վարուցանք չենք սկսել, մի ամիս հետ ենք ընկել Ամասյան, համապատասխանում են մյուս ենթատեր բաների, շրջանների, մարզերի, Շիրակի մարզը, Ամասյան հատկապես կարելի ասել վատ վիճակի մեջ է, բայց վերականգնվում է։ Անասնակերի կա պագասորդ, քանի գնում ես, ինքա ճիշտ է, ես անձրևներն է, ծնհալները չի ես բաները, լրիվ հալ է, ունենք անասնակերը չի բավականացնում, հաշվարկը մեր պետք է ասենք ամենաուշը ապրիլի 20-ին հելնիր անասունը, բայց մի ամիս երևի հետ, մայիսի 20-ին հազիվ դուրս կա։ Նորմալ աշխատանք պետք է ունենա։ Այն ժամանակ գործարանը աշխատում էր, մանկապարտեզներ, դպրոցը շատ էր, հիվանդանոցը մեծ էր, բայց դրան զուգահեռ էլի գյուղատնտեսական աշխատանքների անասնապահությունը կար։ Իսկ մի մենակ անասունի վրա նստելով հնարավոր չէ։ Այն էլ Ամասիայի պայմաններում պատրաստում ենք աշնան։ Ամառը կուլ է գնում աղանքը։ Միևնույնն է, ինչ էլ օրենն է լինի։ Հայրս հատկապես գողունակցի ջուրը։ Երկրաշարժից հետո էլ արդեն օգնություններին սորվակ ժողովուրդը։ Եվ հետո այդ գործազուրկ մանկավարժներն էլ առևտուրն է հիմնականում զարգացած, գործազուրկ մանկավարժներն էլ կեսի իրաց թույլ չեն տալիս այդ գործով զբաղվել, մեծ մասը չի պաշարում։ Մեր գյուղում աշխատատեղեր չկա, հույս ունեինք, որ աշխատատեղեր կբացվեր, մինչև մեր հույսով ժողովուրդը սպասում է, գոնե էլի ինչ-որ չափով սոցիալական վիճակը ժողովրդի կթեթևանար, մինչև այժմ էլ այդ աշխատատեղը չի բացվել ու չգիտենք հույս կա, թե չկա, կլինի կամ չի լինի։ Կարի գործարաններ պիտի բացվեր, մանկապարտեզը պիտի բացվեր, շենքերը երևի թե վերանորոգված պատրաստ են արդեն, բայց դեռևս խոսք կամ հույսեր երևի թե չկան աշխատատեղեր բացվելու։ Շատ վատ է գյուղացու վիճակը, շատ ծանր պայմաններում ենք աշխատում, կառավարությունը հայացք է գցել դեպի գյուղացուն ինչ-որ չափով վիճակը թեթևացնելու, բայց հավատ դիք մինչև գործը չանեն գյուղացին ինչ հավատ է, գյուղացին վարգերի տակ ճռը հոգսը թեթևացնելու համար լինի շատ լավ է, կարելի է, ինչու՞ չէ, մի քիչ էլ գյուղացին ապրի, մի քիչ էլ գյուղացին աշխատանք ունենա,
Գոնե գիտենա իր աբրածից ինքը իրենից լավ, իրան լավ զգա էլի ինչ որտեղ, բայց Բայց ջահելությունը գնում է։ հա, գյուղը դադարվում է, երիտասարդները չունեն ժամանցի վայրեր, չունեն հետաքրքրություններ, չկա ոչինչ, երիտասարդությունը թողնում գնում են արտերկիրներ, աշխատանք փնտրելու հույսով, գնում էլ չեն վերադառնում։ Պարոնակ մեր գյուղում ես գյուղի ավական չեմ տեսնում, չկա։ Շատ վատ է վիճակը, ծանր է։ Մինչև հիմի ձանտակ ենք մայիս ամիսին։ Նախկինում Ամասյան ծաղկուն շրջան էր։ Ամեն ինչ ունեինք։ Երկու գործարան, կատի գործարան, ժողովուրդը զբաղված էին, հիմնարկ ձեռնարկությունները բոլոր գործում էր, աշխատում էին, աշխատատեղեր կար, ուսանողը հավարդում էր ինստիտուտը, ոչ մի հոգի ջայել, այլ պարապ չէին, բոլորն աշխատում էին, իսկ մի երկրաշարժից հետո Ամասյան ավիրվավ, դեր չեղան, Ամասյային հիմնական ոչ մի աջակցություն չեղավ, Ամասյան Հայաստանի քարտեզից դուրս եկավ ու ժողովուրդը ընկան հիմնականում գյուղատնտեսության հետևից, բոլորն սկսեցին անասուն պահել, որ նախկինում ով որ անասուն չէր տեսել, մեկը ես անասունը չգիտեի ինչ բաներ, մի ստիպած անասուն եմ պահում ընտանիքիս գոյությունը պահպանելու համար։ Կատը հանձնում ենք, կատի գինը շատ ցածր 90 դրամով կատ ենք հանձնում, նոր էս տարի որ մի քիչ բարձր է կատի գինը, բայց դե էլի որ գա հիմնական սեզոնը, անասնապահական նորից գիշնի կատի գինը։ Հերոստացույցով շատ եմ լսել, բայց անձամբ մենք ոչ օգտվել ենք, ոչ ելոր, ոչ սերմացուից 3 հեկտար սեփականաշնորհված հող ունենք, մեզ սերմացու չի հասել, մենք չենք տեսել սերմացու, կարող է մինչև հիմա մեր գյուղը չի ստացել սերմացու, որ մեզ չեն բաժանել, բայց եթե հիմի բաժանեն էլ արդեն շատ ուշ է, որովհետև ցանկը մի ամսով արդեն ուշ է, հիմա մայիս ենք, հələ մեր մոտ սառնամանիկ է, անասունը ներսն է, արոտ դուրս չի եկել, սարերը ձունը նստած ու սառնամանիկ, մինչև հիմի մենք վառարան ենք վառում, որպեսզի տները տակասնենք, ճիշտ է, կառավարությունը ունի նման որոշում, հեռուստացույցով էլ շատ ենք տեսել, օգնում է գյուղացուն, ուզում է օգնել, բայց մենք չենք ստացել։